Սիրելի ժողովուրդ, Աստծո ժողովուրդ, on-line ժողովուրդ։ Այսօր սիրելիներ, ուզում եմ մի փոքր աղոթքով սկսել։ Ուզում եմ Տիրոջս ամեն ժամանակ փառք տալ։ Ամեն անգամ փառք եմ տալիս Տիրոջս եւ ասում եմ. Տեր, ես շնորհակալ եմ քեզանից, որ դու տալիս ես հաց, որ դու տալիս ես մեզ հոգևոր հաց, որ դու տալիս ես մեզ երկնային մանանա, որ կշտացնում է մեր հոգիները, փոխում է մեր կյանքերը, բժշկում է մեր մարմինները եւ ուզում եմ եղբայրս, քույրս, դու էլ այդտեղից, քո տեղից Տիրոջը մի պահ շնորհակալություն հայտնիր, որ դու երեկոյան պարկել քնացել ես եւ առավոտյան արթնացել ես առողջ, առանց որևիցե մի խնդիր ունենալու։ Փառք եմ տալիս քեզ Հիսուս, որ դու իմ գիշերն ես, որ դու իմ ցերեկն ես, որ դու իմ կյանքի ամեն վայրկյանը եւ ամեն ժամն ես, որ դու երեկոյան գիշերով կրակիսյունն ես իմ կյանքի եւ ցերեկով ամպի հովանին ես։ Ամեն ժամանակ Տեր Հիսուս, փառավոր իմ Աստված, Աստծո որդի, քեզ փառք, պատիվ եւ գոյություն։ Մինչ որ սիրելիներ կսկսեմ խոսքը, ուզում եմ այսօր մեկ սաղմոս կարդալ, որը գրված է եղել 1917 թվականին իմ ձեռքով։ Բնականաբար Սուրբ Հոգու կամքն է եղել այս։ Երբեք չհամարես այս խոսքերը խիստն, որովհետև անգամ սաղմոսները, երբ որ մենք աշտում ենք, այն փոխում է մեր կյանքը։ Եվ այսպես. Ասա դու ինձ, մարդ արարած, ի՞նչն էր քո կյանքում պակասված, որ որոշմանդ մեջ կայացար եւ ձգեցիր դու ինձ հանկարծ։ Սիրտը դարձրիր դու քարացած, հոգին մարմնիդ մեջ բանտարկված, աչքերը քո հողով ծեփված, ականջները դել ծանրացած, անձը հպարտությամբ լեցված, հասկացի դու մարդ արարած, բացիր միտքը դու քո արպած, արարչով ես դու արարված, չունես դու կյանք առանց Աստված, Աստված զոր է, դու հասկացիր, գոհություն է անծայրացիր, չունի նա սկիզբ եւ չունի վերջ, ահեղ է նա տիեզերքի մեջ, խոնարհվիր եւ մեկ ցածրացիր, աչքերը քո դեպվեր պահիր, ոչ թե այն աչքերը մարմնավոր, այն որ ստեղծվել է հոգևոր, եւ չհավատաս եւ կասկածես, աչքերդ նորեն վեր բարձրացնես, լավ նշմարես, սրբագործ է ստեղծիչը մեր, փառքերի Տեր, բոլորից վեր, արարիչն են ամենքի տերերի Տեր, ով ես դու մարդ, հարցրու դու քեզ, ատորը դրել ես բարձրերում մեկ տես, ժամանակն է գայից դիշնես, ծուներ ծնտնես, ձեռքերդ պարզես, զորած Աստծուց ներում հայցես, գոցված սրտի դուռը բացես, բանալին էլ ինձ մատուցես, այն ժամ կարող եմ ես արդեն, մեղքեր, ցավեր, հոգսեր հարթել, եւ անօրենն էլ չի կարող քեզ գեհենի որդի կարգել։ Սիրելիներ, այսօրվա խոսքի վերնագիրն է ստրկության ոգին։ Երբ որ մենք տալիս ենք այս բառը ստրկություն կամ ստրկության ոգին, ասեմ ձեզ ընդհանրապես ամենահուժգու, ամենաուժեղ ոգին այս աշխարհում, որ երբևիցե գտնվում է, դա առաջինը ստրկության ոգին է, որ երբեք մարդուն բաց չի թողնում կարծես թե։ Ես շատ անգամներ եմ հարցնում, ասում եմ, Տեր իմ Աստված, մարդիկ քո հավատքի, քո սիրո, քո ծածկոցի տակ, արդյոք նրանք փոխվում են, Տեր իմ։ Արդյոք նրանք կարողանում են երբևիցե փոխվել եւ իրենց բնությունից, ստրկությունից դուրս գալ եւ ինչ որ մի տեղ մտնել։ Ստրկության ոգին շատ ուժեղ է, մարդիկ։ Ստրկության ոգին բաց է թողնում եւ նորից բռնում է, եւ նորից բաց է թողնում եւ նորից բռնում է։ Եվ կարող եմ նրա կողքին նշել նաեւ ամենաուժեղ ոգին է կրոնի ոգին։ Այս երկու ոգիները շատ խուժգու են։ Սրանք իրապես մարդը պիտի կատարյալ պարտիզբան լինի Աստծո մեջ, հավատք ունենա այնպիսի խորը եւ այնպիսի դաջված իր սրտի մեջ, որ կարողանա երբևիցե հաղթահարել ստրկության ոգուն։ Մենք այսօր կհասկանանք ինչ է նշանակում դա հին ուխտում եւ ինչ է նշանակում այն այսօր նոր ուխտի ինձ եւ քեզ համար։ Մինչդեռ որ կսկսեմ, ուզում եմ ասել ձեզ, որ հին ուխտի մեջ ելից գիրկը, երբ որ կբացեք ելից գիրկը, որը նշանակում է ելք եւ
Մենք շատ հաճախ կարտալով այն պատմությունները, մենք մեր հոգևորի մեջ սովորում ենք դառնալ իրական այն հոգևոր մարդը, որը որ Իսրայել ազգը հին ուխտում ելիցի մեջ չկարողացավ դառնալ։ Ինչու՞։ Որովհետև ինչ է նշանակում ելից, այն տարածքից եւ իրավիճակներից դուրս գալ է, ելք։ Երբ որ ես ինչ որ մի ելք եմ փնտրում եւ այդ փորձում եմ ելքից դուրս գալ, ինչ որ մի տեղել, հիշեք միշտ, դու պիտի մտնես, որպեսզի պաշտպանվես կամ պաշտպանի քեզ Տերը կամ ընդհանրապես իրավիճակները։ Եվ օրինակ Եգիպտոսից Իսրայել ազգը Աստված իր բարձր աճով տվեց ելք, որ Իսրայել ազգը ապրեր Եգիպտոսից ելք եւ մուտք գործեր դեպի կաթ եւ մեղր բխող Քանանի երկիրը։ Սա է իրականը, սիրելիներ, որտեղ կա ելք, այնտեղ կա մուտք, որտեղ կա մուտք, կարող է նաեւ լինել ելք, հիշեք միշտ սա։ Ելից գերկը բաղկացած է ստրկություն, ազգը ստրկության մեջ էր գրեթե 400 տարի եւ ստրկությունից Աստված հանեց նրանց դեպի ազատություն տարավ։ Երբ որ կարդում եք, հասկանում եք, թե ինչ կերպերով Աստված, ինչ սիրով եւ մեծն բազուկով ազատեց իր ազգին, իր կոչված Իսրայել ազգը, իր առաջինեկ ազգը եւ ստրկությունից հանեց Տերը։ Եվ տվեց ազատություն։ Ազատությունից հետո տալով նրանց ազատությունը անապատում պիտի լիներ, սիրելիներ։ Միշտ հիշեք, երբ որ Աստված մեկին ելք է տալիս եւ տալիս է ազատության սկիզբը, դա միշտ անապատն է։ Ես գրեթե միշտ կրկնել եմ, որ առանց անապատի երբեք չի կատարվելու այն մուտքը, որը որ քեզ համար կամ Աստված քեզ համար պատրաստել էր։ Մուտք խոստացված երկիր, որտեղ այն կլիներ այն հին ուխտում Քանանի երկիրը, կլիներ այն նոր ուխտում երկինքը, հավիտենությունը եւ տրախտը, ուզում ենք հասկանալ։ Եվ այստեղ անապատում Իսրայել ազգը պիտի խոստացված երկիրը մուտք գործեր, բայց խոստացված երկիրը մտնելուց հետո նրա կյանքում ստացվեց ամենաահավիրկը եւ նա դուրս եկավ դեպի ելք նորից ստրկություն։ Եվ սա մի ցավալի փաստ է, երբ որ մենք կարդում ենք ամբողջին ուխտը ազգի մեջ, կարդում ենք ելիցը, ծննդոցը մենք գիտենք դա այն մեղքն էր, որ Ադամն եւ Եվան գործեցին, եւ ելիցում եւ թվոցում եւ ղեֆտացոցում հասկանում ենք, թե ինչեր արեց Աստված նրանց համար եւ նաեւ կարող ենք հասկանալ, թե Աստված ինչեր է անում այսօր մեզ համար, որpիսի մենք ելքից ելք տամես եւ գործենք մի մուտք եւ հավերժական այդ մուտքի մեջ մնանք, բայց մեր մարդկային բնավորությունը կարծես թե դա մի փոքր հարիշ չէ։ Երբ որ ես խոսում եմ ստրկության ոգի, երբ որ ես ասում եմ ստրկություն, այս ստրկությունը մի ահարուգու բան է, որ այսօր մենք պիտի կարողանանք իրապես ձեռք ազատվել այդ իրավիճակից, որքան էլ այն ոգին դժվար է ստրկության ոգին հանել մարդկային էության միջից, որովհետև հոգեբանության մեջ է այն խրվում եւ մնում է այդպես, բայց մենք կարող ենք Աստծո ոժով, Աստծո ձեռքով, իրականում հավատքով եւ խոսքով կարող ենք մենք ստրկությունից դուրս գանք։ Դու հիմա կասես, բայց ես ստրուկ չեմ։ Դու հիմա կարող ես նստածը տեղը ասես, բայց մի րոպեքին, ես ստրուկ չեմ։ Ես հասկանում եմ, որ ստրուկ չես դու, բայց ասում է Աստվածաշունչը, այն մեղքին, որին որ դու ծառայում ես, ուրեմն դու ստրկացած ես այդ մեղքին։ Դու կարող ես ազատ երկրում ես ապրում, դու կարող ես ապրում ես այնպիսի երկրում, որ քեզ երբեք ընդհանրապես քո երկիրը չի ստիպում չդավանել Հիսուս Քրիստոս կամ չի պատժում դավանելու դեպքում, բայց դա չի նշանակում, որ մարդը ինքը իրենում չունի ստրկություն։ Էլի եմ կրկնում, եթե ցանկացար դա ստրկության ոգի է, եթե դու այդ ցանկությունից չկարողացար ձեռք ազատվել, ուրեմն դու այդ ոգով տարապում ես։ Եթե դու մեղանչում ես, մեղք ես գործում, ուրեմն ստրկության մեջ ես, քեզ կապել է տեղը տեղին սատանան, ել չեմ խոսում այն խորը մեղքերը, որոնք որ մեզ դատելու են մեկ օր Քրիստոսի աչքերի առաջ։ Եվ հիմա կարդում եմ Ելից գիրքը 2-րդ գլուխ 23-ից 25-ը։ Ասում է. «Եվ այն շատ օրերումը եղավ, որ Եգիպտոսի թագավորը մեռավ, եւ Իսրայելի ոշտիկը ծառայության պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին, եւ նրանց աղաղակը ծառայության համար
Աստծո մոտ բարձրացավ, եւ Աստված նրանց հետությունը լսեց, եւ Աստված հիշեց իր ուխտը, որ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի հետ դրել էր, եւ Աստված նայեց Իսրայելի որդիների վրա, եւ Աստված իմացավ նրանց վիճակը։ Աստված մեզ տալիս է ելք, երբ որ տեսնում է եւ լսում է աղաղակը մեր, երբ որ ընդհանրապես մարդը ինչ որ անելանելի վիճակից ելք է փնտրում, ամենաշատը, ամենաուշը այդ ժամանակ աղաղակում է նա Աստծուն։ Չկա գետ աշխարհի մեջ մեկ հոգի, որ երբևիցե ինքն աղաղակով զբաղվի, որովհետև Աստված ստույգ հասկացել է եւ նրա հոգում դաջված է մի կարևոր բան, որ նա իր գլխի վերև ունի հայր, ունի Աստված, որ կարող է ամենաիր դժվար եւ դաժան պահին իրեն հասնել։ Եվ մարդս աղաղակում է եւ աղաղակը լսում է, տեսնում է Աստված, ստրկացված ազգին եւ ստրկացված մարդուն եւ փորձում է Աստված օգնել։ Բայց այս ազգը, այս մարդը, ընդհանրապես ես կամ դու, մենք չենք աղաղակում, գիտեք, Աստծուն, որովհետև մենք այնքան ենք ցանկանում Աստծո հետ ապրել եւ Աստծո բնությանը համապատասխանել մեր բնությունը, այլ մենք աղաղակում ենք Աստծուն, երբ որ ասում է մի խոսք, ասում է, երբ որ դանակը հասնում է մեր կոկորտին, մենք սկսում ենք Աստծուն աղաղակել, կամ աղաղակում ենք փրկարար, փրկելու պատճառով, կամ էլ աղաղակում ենք Աստծուն մեղադրելու պատճառով։ Միշտ հիշեք, մարդու հոգու սրտի էության մեջ կա երկու տեսակ աղաղակ։ Մեկը, որ ինքը առ Աստված աղաղակում է եւ ասում է. «Տեր, ինձ ելք տուր, ինձ փրկություն տուր»։ Մեկը, որ ասում է. «Դե, դու ինչ Աստված ես, որ ինձ թույլ ես տվել, որ ես այս իրավիճակների մեջ լինեմ»։ Ելից 3:7-10 եմ կաշտում։ Ասում է այսպես. «Եվ Եհովան ասեց. Աստված, իրավ տեսա իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառովը նրանց աղաղակը լսեց»։ Ինչ է ասում? Գործավարների պատճառովը նրանց աղաղակը լսեցի, որովհետեւ նրանց նեղությունները իմացա, եւ իջա նրանց եգիպտացիների ձեռքից ազատելու եւ նրանց այն երկրիցը մեկ լավ ու լայն արձակ, երկիր մի կատ ու մեղր բխող երկիր, քանանացիների, քետացիների, ամորացիների, փերեզացիների, խևացիների, հեբուսացիների տեղը հանելու։ Եվ ահա հիմա Իսրայելի որդիների աղաղակը ինձ մոտ է հասել, եւ տեսա էլ այն հարստահարությունը, որ եգիպտացիներն անում են նրանց։ Ուստի եկ հիմա քեզ փարավոնի մոտ ուղարկեմ եւ հանիր իմ ժողովուրդը Իսրայելի ոստիկը Եգիպտոսից հանիր։ Սա խոսում է Տերը Մովսեսի հետ։ Ելքի համար միշտ ասեմ քեզ, սիրելներ, եթե քո կյանքում դու ուզում ես մի ելք, այդ ելքի համար քեզ ընդամենը պետք է Մովսես։ Ինչու՞։ Ինչու են մեզ հաջախակի Մովսեսներ պետք, ու ընդհանրապես ոչ թե հաջախակի, միշտ են պետք, որովհետև երբ որ մենք այս ելքը ուզում ենք ապրենք, մենք չենք հասկանում ինչ է ընդհանրապես այս ելքը, որովհետև նորից կրկնում եմ, երբ որ դու ելքը ապրեցիր եւ Աստված քեզ մի ելք տվեց, դա դու վերջում կհասկանաս թե որն է դա, եւ այդ բանալին է, եւ այդ ելքը տալուց հետո դու պիտի ունենաս մի տեղ, որտեղ որ դու պիտի պատասպարվես, թե քո թշնամուց եւ թե քո ինքդ քեզանից, որովհետեւ էլի եմ կրկնում, մարդը ինքը պիտի առաջինը պաշտպանվի ինքն իրենից եւ հետո իր դիմացի թշնամուց, որովհետեւ մարդու ամենամեծ թշնամին դա քո հոգու մեջ բնակվող այն չարն է, որ քո հոգին արդեն խեղտել է եւ խեղաթյուրել է, որ դու այսօր մնացել ես մեծն շնչավոր։ Եվ հիմա Մովսեսներ են պետք, եւ Մովսեսներ են պետք, որ ծնվեն մեզ համար, մեծանան, ապրեն մի կյանք, եւ այս Մովսես մարդը ծնվեց այն ժամանակ, եւ փարավոնը կոտորում էր մանուկներին։ Եթե դու կարտացել ես հին ուխտը, եթե քեզ տեղյակ է այն, երբ որ փարավոնը կոտորում էր մանուկներին, որպեսզի արու զավակներ ընդհանրապես Իսրայել ազգը այլևս ծներ եւ սպանեին այդ երեխաներին, մանուկներին, որովհետեւ Եգիպտոսի փարավոնը զգում էր, որ նրան հակառակ կարող է պատերազմել Իսրայել ազգը, որովհետև նրանք ուժեղ էին, բայց սկսեց փարավոնը կոտորել այն մանուկներին, արուզավակներին եւ Մովսեսի ծնունդը, փրկությունը, վառվող մորենին 40 տարի Աստված պատրաստեց Մովսես։ Ինչ ես կարծում։ Երբ որ քո առջև կանգնած է Մովսես, կամ քո առջև կանգնած է ինչ որ աստվածաշնչյան մի մեծն հերոս,
կարծում ես նրանց կյանքում 3 այսօրվա վրա վերցրեց Աստված եւ օգտագործեց նրանց, դու սխալվում ես։ Այսպիսի Մովսեսներն անցնում են տարիներ տասնյակ, Աստծո մեջ են անցնում նրանք անցնում են անապատներ, նրանք փորձվում են եւ նրանք նաեւ փորձում են։ Ես հիշում եմ, այս վերջին 2 շաբաթներն էր, երբ որ Աստված փորձում էր մարդկանց իմ կյանքից մաղել եւ դուրս հանել, այն մարդկանց, ովքեր ասում են, որ են բայց չեն, մենք եթե հիշում եք անցած քարոզչությունը եկեղեցիների, ասում են կգան եւ կասեն հրյա ենք, բայց սատանայի ժողովք են, եւ Աստված շատերին փորձեց իմ կյանքում, գիտեք սիրելիներ, ես ինքս եմ փորձվել այդ իրավիճակների մեջ եւ ես հասկացել եմ իրապես թե ովքեր են եղել իմ կողքին։ Եվ սա մի ցավալի փաստ է մինչև այսօր իմ կյանքում, բայց Աստված փորձում է, նաև դու ես որպես Աստծո ծառա փորձում մարդկանց, որպեսզի հասկանաս նրանց կյանքի մեջ երբևիցե մի փոքր գոնե գետ մեկ պտուղ կա թե ոչ։ Հիմա Աստված Մովսեսներին փորձում է, սրանք տևում են տարիներ, տասնյակ տարիներ, Մովսես մարդու կյանքում կատարվեց այն 40 տարի, այս մարդը ապրեց Աստծո մեջ 40 տարի, քանի որ նա կարող էր Եգիպտոսում ապրել հարուստ կարգավիճակով, Եգիպտոսի փարավոնի կողքին որպես զավակ, բայց այս Մովսես մարդը ընտրեց իր Իսրայել ազգը, իր եղբայրները։ Ես ուզում եմ, որ դու մի փոքր հետետություն անես եւ հասկանաս ինչու այս տեսակ մարդիկ չեն կարող իրենց կյանքերը վահելեն, որտեղ որ Աստված առաջիկայում տվել էր նրանց, եւ նրանք Աստծո մեջ գալով անցնում են տասնյակ տարիներ, Աստծուն ծառայելով, հնազանդելով, ընկնել ու ելնելով, պատրաստվում են մի ինչ-որ մեսիայի։ Եվ այդ մեսիան, այս Մովսես մարդը, ասեմ դու հասկացիր Մովսեսներին, որպեսզի երբևիցե չգնահատես հեշտ ինչ-որ մեկ մարդու կանգնած ամբիոնի վրա, երբևիցե չպատկերացնես, թե այս մարդուն այնքան հեշտ է տրված։ Երբ որ մարդիկ 40 տարիներ, տասնյակ տարիներ Աստծո մեջ ապրում են, նրանք փորձվում են սիրելիս, առաջնահերթ իրենց կյանքով են փորձվում, արդյոք նրանք հնազանդ են։ Նրանից հետո Աստված օգտագործում է այդ տեսակ մաքրված եւ սրբված անոթներին։ Հենց այնպես Աստված չի վերցնում մեղավորին եւ ասում դե եկ քեզ իմ ծրագիրը քեզ ցույց տամ, ոչ սիրելիս։ Եվ այսպես Մովսեսի ծնունդը փրկությունը մենք լավ ենք հասկանում, որ Աստված ուներ միսիա Մովսեսի կյանքում, որովհետեւ այս մանուկը բոլոր արու մանուկներից միակն էր, որ մնաց կենթանի եւ երբ որ Մովսեսը 40 տարի անապատում էր, նա տեսավ վառվող մորենին։ Ինչ էր դա նշանակում։ Եվ պատրաստեց Աստված Մովսեսի ելքը դեպի սկզբնակ Եգիպտոս։ Ես մի փոքր ուզում եմ անդրադառնամ եւ հետո դրա շուրջ կխոսենք, որ Մովսեսից հետո, երբ որ Աստված ուղարկեց ազգի փրկությանը, սկսվեցին 10 զարկերը փարավոնի կյանքում։ Հետո զատիկը, հետո ծովի ճեղքվելը, սրանք ելքի ելից գրքի իրավիճակներն են, որ ես ընդհանուր թեշտում եմ։ 40 տարի ազգը անապատում եղավ, 40 տարի ազգը կերավ մանանա երկնային հաց, Սինա լեռը տվեց Սինա լեռան վրա Աստված օրենքները իր ձայնով եւ իր ներկայությամբ, 10 պատվիրանները սովորեցրեց ազգին, նաեւ փորձեց սովորեցնել հավատք եւ հնազանդություն։ Ասեմ քեզ, քո կյանքում երբևիցե բարձր կգերագնահատես հավատքը, հավատարմությունը եւ հնազանդությունը։ Եթե դու մեկը եղար, որ անունդ գրում ես որպես քրիստոնյա, բայց դու Աստծո մեջ ունես հավատք, բայց չունես հնազանդություն եւ հավատարմություն, նայեք, հավատարմությունը ամենագլխավոր արժեքներից մեկն է։ Առաջինը Աստծո հանդեպ, երկրորդը քո դրածո հանդեպ։ Հավատարիմ մարդ այն մարդն է, որ երբեք ինքը չի կարող անհավատարիմ լինել իր դրածուն, եթե հավատարիմ է Աստծուն։ Նա չի կարող անհավատարիմ լինել, նորից կրկնում եմ, իր դրածուն, եթե ինքը հավատարիմ է իր Աստծուն։ Այսպես է կրթում Աստված հավատքի մեջ մարդուն, իրական հավատքի մեջ, սիրելիներ։ Սա մարդկության ամենամեծ պատմությունն է, այս հին ուխտը։ Ես ասեմ քեզ ամեն ժամանակ, երբ որ ես այն կարդում եմ, ամեն ժամանակ այն ինձ նորեն ու նորեն սովորեցնում է մի շատ կարևոր բան։ Հավատքի հոգեբանություն։ Հավատքի հոգեբանություն։ Հասկանում ես, ելից գրկով դու այնտեղ իրականում դու սովորում ես, թե դու ինչ պիտի չանես, որ այն մարդիկ այն գրքում արել են, այն պատմության մեջ։ Եվ այսպես մարդը սկսում է, այս վերջերս էր,
Մեկին ասեցի դու կարդում ես Աստվածաշունչ, ասես դե Սաղմոսներն եմ կարդում եմ նոր ուխտը մեկ Քրիստոսի կյանքը, իսկ ասեցի հին ուխտը, ասեց չեմ սիրում հին ուխտը կարդալ, իսկ ասեցի ինչու չես սիրում, չես սիրում, որովհետև նա քեզ կարող է դաստիարակել որպես իրական աստվածային էություն, չես սիրում, որովհետև դու չես ցանկանում դաստիարակվել որպես իսկական աստվածային քրիստոնյա հավատացյալ, ինչու չես սիրում։ Չես սիրում որովհետև այնտեղ կան Աստծո զարկեր, դե բնական է մենք այն չենք սիրում։ Ինչի զարկվենք, ավելի լավ է մենք զարկից պահպանված մնանք, ոչ սիրելներ։ Այս մարդկության ամենամեծ պատմությունն է հին ուխտում, ազատություն եւ փրկության, հրաշքներով եւ նշաններով լի, նա այն հրաշալի է, երբ որ դուք կկարդայս։ Այս ամենի մեջ կա շատ կարևոր նշանակետ, որ ներկայացնում է Աստծո մորալի, ես չեմ կարողանում իմանամ, թե մորալ ընդհանրապես հայերեն ինչ բառ է նշանակում, բայց գիտեք, մորալ, այդ ռուսերեն բառը մորալի օրենքի իրավաբար սուվերեն կամքի մասին։ Ամբողջ հին ուխտը, երբ որ դու կարդում ես, դու հասկանում ես աստվածային էության եւ բնությունը, աստվածային բնավորությունը, դու հասկանում ես ով է Աստված իրականում։ Դու այնտեղ մենակ չես հասկանում, որ գիտես Աստված սեր է եւ վերջակետ դրեց իր դրա կողքին։ Սիրելի անձ, Աստված սեր է։ Ես բազում անգամներ եմ ասել, բայց Աստված նաեւ սուրբ է։ Եվ նրա սրբությունը տանել չի կարող քո եւ իմ մեղքը։ Դրա համար էլ մենք ապրում ենք հաճախակի զարկեր։ Եվ հիմա այս բացատրում է Երբևիցե, թե ով է քո Հայր Աստվածը։ Դու գիտես Քրիստոսի մասին, նա եկել է աշխարհ եւ նա ցույց է տվել իր սերը, ասում է Աստված մարդկային հանդերձ հակավ մարմին, որպիսի ցույց տար, որ նա սեր էր իր որդի միջոցով։ Եվ հիմա այս պատմության մեջ դաջված է Աստծո արքայական եւ հիասքանչ բնությունը։ Եթե ինչ որ մեկը նաև հայտնությունը կնեղվի ու կասի Աստված դաժան է վարվել, Աստված ազգեր է վերացնել, սիրելիս, դու երբ որ կկաշտաս իրապես եւ ամեն մեկ բառից հետո քո հասկացողությունը հոգեվոր կբացվի, դու կհասկանաս մինչդեռ որ Աստված երբևիցե մի ազգ, մի մարդ, մի էություն երկրի վրայից կվերացնի, նա մինչ վերացնելը նա տվել է պատվեր, որ չվերանաս։ Եվ երբ որ մարդը հազարավոր տարիներ, դարերով շարունակ ապրում է այդ մեղսալի մեղքի մեջ, ու գիտեք հին ուխտում մարդիկ ինչեր են արել, սիրելիներ, ահռելի է եղել նրանց մեղքը, նրանք երեխաներ են վառել, մանուկներ են ոչնչացրել իրենց չաստվածների համար, նրանք զբաղվել են ահռելի, ոչ մորալական, ասեմ, ինտիմային կյանքով են ապրել, դաժան է եղել հին ուխտում, երբ որ դու կկաշտաս, դու ավելի ստույգ կհասկանաս, որ հիմա չեմ ասի, թե ինչպես է ապրել ազգը, որին որ Աստված այս 7 ազգերին վերացրեց երկրի երեսից։ Եվ այդ 7 ազգերը ես ունեմ, քարոզչական խոսքը գրված այն 7 արմատական մեղքերն են, որոնք որ Աստված պիտի վերացներ։ Այս ազգերի մեջ կար ամեն մի կռապաշտությունը, ամեն մի մեղքը, որ աշտեն գլոխգործոց էր դարձել։ Եվ Աստված ասեմ քեզ, ինքը իր հիասքանչ բնությունը նրանում է պայմանավորված, որովհետև նա ճշմարիտ Աստված է։ Երբեք իր ճիշտ Աստված չի թողնում։ Կարող է մենք մարդիկս մի օր ճիշտ ենք, մի օր սուտ ենք, մի օր խաբում ենք, մի օր հասկանում ենք, որ խաբեցինք, բայց Աստված ճշմարիտ է եւ այն ճշմարիտ իր հավիտենության նշանն է, որի ինքը երբեք անփոփոխ է ու չի փոփոխվում։ Երկրորդը ողորմած է Աստված։ Դու լսել ես նրա ողորմությանը, որ ասում է ազգից մինչև ազգ նրա ողորմությունը, նա հավատարիմ է։ Սիրելի մարդ, Աստված հավատարիմ Աստված է։ Երբեք եթե դու Աստծո մեջ մնաս, որպես հավատարիմ ուխտավոր կյանքում երբեք խոստանում է Տերը քեզ, որ իր հավատարմությունը քո վրայից նա երբեք վեր չի առնի, եւ նա քո պաշտպանությունն է։ Աստված սուրբ է, եւ սուրբը չի կարող հանդուրժել մեղքը մարդկային։ Աստված ամենակարող է, ամենագետ է Աստված, գթած է։ Սա քո Աստծո բնավորությունն է։ Նաեւ զայրացկոտ է քո Աստվածը։ Նաև նախանձավոր Աստված է քո Աստվածը, դա էլ ասեմ, որ հասկանաս։
Ելից գիրքը մեզ սովորեցնում է, ընդհանրապես նա մեզ ֆիքսացնում է այս 3 բառերի. ինչ, ինչու եւ ինչպես է հնարավոր ունենալ Աստծո հետ իրական փոխհարաբերություն սիրելիս։ Երբ որ ասում եմ իրական փոխհարաբերություն, դա պսոյդո փոխհարաբերությունը չէ, որ ինչ ուզենաս դու Աստծուց առնես, լսիր ուշադիր, բայց դու Աստծուն չտաս։ Իրական փոխհարաբերությունը այն է, երբ որ դու Աստծուն կտաս այն ինչ որ Տիրոջը հարգավոր է քեզանից, բայց դու նրանից առնելու ոչինչ չունես։ Հասկացար իրական ճշմարիտ փոխհարաբերությունը։ Նորից եմ կրկնում, այն առնելը չէ։ Ընդհանրապես, թե երկնավոր կյանքում, թե հոգևոր կյանքում, թե աշխարհիկ կյանքում, մեր մարդկային էությունը պիտի լինի ոչ թե առնելու մեջ, այլ տալու մեջ։ Ասում է Երանի տվողին, քան առնողին։ Եվ հիմա ուզում ես իրական փոխհարաբերություն, ուրեմն փորձիր այսօրվանից ոչ թե Աստծուց միայն առնել ու պոկել, այլ Աստծուն տալ այն, ինչը որ նա ցանկանում է քեզանից։ Առաջինը, քո փրկության ելքի համար Աստված ունի ծրագիր՝ զարկել քո թշնամուն։ Ես հասկանում եմ, որ այն ժամանակներում թշնամիները եղել են որոշակի ազգեր, որոնք որ խաթարել են, խանգարել են Իսրայել ազգի խաղաղությունը, բայց այսօր քո թշնամին ազգը չի, այսօր քո թշնամին քո կողքի մարդը չի, այսօր քո թշնամին սիրելի մարդ, քո միջում բնակվող ստության, կեղծավորության դևն է, սա է քո թշնամին, որ քեզանում է բնակվում ու դու կհասկանաս շատ շուտով ինչպես կարող ես դու նրանից ձերբազատվել, իսկ եթե ոչ, նա քեզ կտանի մինչ կորուստ։ Զարկել քեզ քո թշնամուն։ Ընդհանրապես, երբ որ դու Աստծո մեջ մի հավատացյալ հոգևոր մարդ ես, հիշիր, դու չես զարկելու քո թշնամուն։ Դու քո փոխհարաբերությունը պահում ես Աստծո մեջ այնքան ուղիղ, այնքան հավատարիմ, որպիսի Աստված կարողանա մաքրել քո ներսում իր լույսով, իր խոսքով, իր զորությունով, որովհետև այս զորությունը քոնը չէ, այն զորությունը իմը չէ։ Կարողանա նա հանել, բռնադատել քո թշնամուն եւ դու շպրտել։ Եվ երկրորդը, մինչ փարավոնը 10 զարկերի տակ էր, Գեսեմի երկրում տիրում էր խաղաղություն։ Որն էր Գեսեմի երկիրը։ Գեսեմի երկիրը այն երկիրն էր, որ նախկին փարավոնը տվել էր Իսրայել ազգին ապրելու եւ այն բաղկացած էր նրանք տարբեր տարածքներ էին Եգիպտոսը եւ Գեսեմը, կարելի ասել, ինչպես կարող ենք ասել, խոսքի օրինակ Երևանը եւ Գյումրին։ Այս տարածքային բաների մեջ էր ինքը եւ այս Գեսեմի երկրում երբ որ Եգիպտոսում ապրում էր թշնամի զարկ, Եգիպտոսի փարավոն թագավորը, ասում է Գեսեմի երկրում ոչինչ չկար։ Եվ ես միշտ ուզում եմ հասկանաս դու բացատրեմ քեզ, երբ որ քեզ քո ներսի թշնամուն Աստված զարկում է, դու մնում ես պաշտպանված։ Քեզ երբեք ոչինչ չի կարող լինել։ Այն լինում է միայն քո թշնամուն, եթե դու ցանկանաս, որպեսզի Աստված քո ներսի թշնամուն զարկի։ Իմ նախկին հովիվ այսպես էր ասում. դևերը վաղուց էին մարդուն բաց թողել եւ հեռացել, եթե մարդը հավիտյան չգրկախառնվեր տևի հետ։ Այսպես է մեր իրավիճակը, սիրելիս։ Երկրորդ, վերջին զարկից առաջ հիշեք, երբ որ վերջին զարկը եղավ ամբողջ առաջինեկների մահն էր Եգիպտոսում, մորթվեց անարատ գառը, մինչ զարկը, որի այրունը պետք էր դրանդիների եւ դռների սեմերի վրա քսվելու, սա պաշտպանելու էր ազգին մահվան ոգուց։ Ինչ եմ ուզում ասել, այս վերջին զարկը նաև պատկանելիություն էր կրում Իսրայել ազգի համար։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս ճիշտ եւ ստույգ, երբ որ մահվան ոգին պիտի գար եւ անցներ տներով եւ սպաներ այտան առաջինեկին, այնտեղ որտեղ որ մահվան ոգին տեսներ գառան այրունը դրանդիների եւ սեմեի վրա քսված, այնտեղից նա պիտի անցներ, ներս չէր մտնում։ Հիմա այն հին ուխտի մեջ, երբ որ Աստված վերջինս պիտի ազատեր ազգին լծից եւ եգիպտական ստրկությունից, նա տվեց վերջին զարկը եւ այդ զարկից առաջ այրուն էր պետք։ Այրուն էր պետք Իսրայել ազգի համար։ Այս այրունը Եգիպտոսի համար չէր։ Այս այրունը միայն գործելու էր Իսրայել ազգի ամեն մեկ անհատի ընտանիքի համար։ Եվ այս
պաշտպանելու մահու ոգուց պետք էր, որ անարատ գառնուկը մորթվեր ամեն ընտանիքների մեջ եւ միայն նրա այրունն էր պետք։ Երրորդը ազգը ծովի հատակով անցավ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, միշտեր որ նրանք դուրս եկան Եգիպտոսին, այն գիշերով կերան գառնուկը մորթված եւ ասում է գառը չկոտրես ոչ մի ոսկորները եւ այն կրակի վրա պիտի խորովես եւ ամբողջովին պիտի այդ գիշեր ուտեք, այդ գառան միսը ամբողջովին եւ ազգը դուրս եկավ գիշերով Եգիպտոսից։ Եվ որ Փարավոն թագավորը վերջինս համարձակվեց ընկնել նրանց ետևից, ասում է, չեմ ուզում շատ նրբացնել եւ շատ երկարացնել, ասում է Աստվածաշունչը Մովսեսին Աստված հրամայեց, որ ծովը ճեղքի, եւ այն ծովը ճեղքվեց, որպիսի ամբողջ Աստծո ազգը կարողանար ցամաքով անցնել։ Ես ուզում եմ, որ դու մի բան հասկանաս քո Աստծո զորությունը, թե ինչպես կարող էր նա ծովը ճեղքել երկու մասի, որ ասում է երկու կողմից պատնեշներ էին ջրի եւ կարողացան միլիոնավոր ազգը ոտքով ծովի հատակով քայլել եւ անցնել մյուս կողմը։ Սրանից հետո գալիս է 4-րդը 40 տարի ազգը պատտվեց անապատում իր մեղքի եւ անհավատության պատճառով։ Սրանք գործոններ են եղել մարդիկ, որ Աստված տվել է նրանց ելքը եւ այսօր նրանց ելքը դու կապի մի փոքր քո ելքի հետ, որպեսզի հասկանաս ինչ կարող է կատարվել, եթե մենք Տիրոջը անհնազանդ եւ անհավատարիմ մնանք։ Որն էր այս ազգը 40 տարի անհավատարիմ էր եւ անհնազանդ Աստծուն, փորձում էր եւ փորձում։ Այսքան հրաշքները տեսնելով այդ ազգը սիրելիս, այսքան բազում հրաշքները, եւ որ դու կկարդաս գիրքը, կհասկանաս ինչպիսի հրաշքներ արեց Տերը այդ 10 զարկերը Փարավոնին, եւ այսքան հրաշքներից հետո անապատում Իսրայել ազգը չէր հավատում նրան։ Ընդհանրապես Աստված որոշել էր, որ նրանց 11 օրվա ճանապարհով տաներ դեպի Քանանի երկիրը։ Նրանք 11 օրվա պիտի ճանապարհը քայլեն եւ խոստացված երկիրը մտնեին, երկից դեպի մուտք, բայց քանի որ ազգը տրտնջում էր անդադար սովի եւ ծարավի պատճառով, նրանց 11 օրը դարձավ 40 տարիներ։ Եվ ասում է այն ազգից, ովքեր որ Աստծուն անհավատարիմ գտնվեցին, ոչ մեկ հոգի, բացի Քաղեբից եւ Հեսուից չժառանգեց Քանանի երկիրը։ Դու ուզում ես պատկերացնես, որ 600,000-ից ավելի մարդիկ էին այնտեղ, եւ այդ միլիոնավոր ժողովրդից ժառանգեց Քանանի երկիրը միայն ու միայն Քաղեբը եւ Հեսուն, հին գեներացիայից։ Եվ այսպես 40 տարի անապատ կտանի Աստված մեզ կպտտացնի այնքան, մինչև որ դու ինքդ քեզ ճանաչես։ Եթե դու ինքդ քեզ բավականին շուտ չկարողանաս ճանաչել եւ հասկանալ քո մեղավոր բնությունը, այն 11 օրը սիրելիս կդառնա 40 տարիներ։ Եվ ասեմ քեզ, եթե դու 11 օրում չդարձար իրական հավատացյալ, քրիստոնյա, Աստծո ազգ, Աստծո զավակ եւ որդի, դու 40 տարում էլ չես դառնա։ Ինչու՞։ Որովհետև սա ընդունելիություն է։ Ես միշտ ասում եմ, մտածում եմ, որ սա մի տեսակ կոպիտ չի հնչվում։ Ինչ որ մեկը կարող է ասել դիպուկ է խոսքը, ինչ որ մեկը կարող է ասել խիստ է խոսքը։ Եթե ես որոշել եմ, որ քրիստոնյա եմ հիմիկվանից, այս պահից ես քրիստոնյա եմ։ Եթե որոշել եմ, որ Աստծուն պիտի նվիրվեմ, ինձ պետք չի 40 տարիներ։ Ուրեմն հիմա եմ նվիրվում։ Եթե որոշել եմ, որ ես անմեղ պիտի այս աշխարհում ապրեմ, թեպետ անդադար հալածանքների տակ եւ մարդկային կեղծավորությունների մեջ, բայց ես իմ Աստծո հետ պիտի վարվեմ, ինչպես որ հարգն է։ Եթե որոշել եմ, ինձ պետք չի 40 տարի սիրելիս, ինձ պետք է ընդամենը այնքան ժամանակ, մինչև որ Աստված ինձ կհասկացնի իմ մեղքի բաժինը, մինչև որ իմ հոգին զղջում կապրի եւ կհասկանա իմ գարշելի տիպարը մարդկային, որի մեջ բնակված է սատանան, ու ես այդ պահից սկսած կցանկանամ Աստծո բնություն ունենալ։ Եվ սա է իրական հավատացյալի քայլերը, նորից եմ կրկնում, եթե դու 11 օրում չդարձար հավատացյալ, 40 տարում այլևս դու չես դառնա։ Այն ուղղակի քո կյանքն է ձգձգվելու եւ դու հասկանալու ես մեկ բան, 40 տարի հետո դու կանգնած ես նույն տեղում, որտեղ որ եղել ես կանգնած։ Եվ ելույթում կատարված այս իրավիճակները նմուշն են առաջարկված նոր ուխտի մեջ, որ առաջինը զատիկը, նոր ուխտի մեջ զատիկը
Անարատ գարը Հիսուս Քրիստոսն էր, մենք լավ ենք հասկանում, երկրորդը ծովի ճեղքվելը։ Ես ուզում եմ, որ հասկանաս, այդ ծովի հատակով անցնում է ամեն մի քրիստոնյա մարդ։ Այն ժամանակ մարդիկ անցել են ֆիզիկապես, մկրտվել են ջրերով, այսօր մենք մկրտվում ենք ջրով, մկրտվում ենք մենք Սուրբ Հոգով։ Այսօր մեր ջրերի ճեղքվումը դա Քրիստոսի մահվան, հարության եւ Սուրբ Հոգու գալուստի նշանակությունն է։ Ջրերը ճեղքվեցին սիրելիս, բացվեց քեզ ճանապարհ փրկություն ապրելու, քեզ բացվեց ճանապարհ ելք ապրելու, քեզ բացվեց մի ճանապարհ, որ թշնամին երբ որ համարձակվեց այդ ճանապարհով անցնել, Աստված ջրերը ետ դարձրեց եւ ամբողջ թշնամին կլանեց ջրերի մեջ եւ սպանեց։ Բայց քեզ տրվեց այն փրկության ճանապարհը, ոչ թշնամուն։ Եվ ուզում եմ դու ստույգ հասկանաս այն ճեղքված ջրերը դա Հիսուս Քրիստոսի հարության, մահվան եւ Սուրբ Հոգու գալուստի մեծ նշանակությունն է։ Առաջինը Մովսեսն ով խորհրդավորում է մեծն Քրիստոսին, որովհետև ինչպես որ Մովսեսը տարավ ժողովրդին, չնայած ասեմ, Մովսեսը կիսաճանապարհ տարավ ժողովրդին, վերջում Քաղեբը եւ Հեսուն անցկացրեցին Քանանի երկիր ամբողջ ժողովուրդը, բայց Մովսեսը խորհրդավորում է Քրիստոսին իր էությունով, որպես հեզ եւ խոնար մարդ, որ շատ ժամանակ ասում է Աստվածաշունչը, Մովսեսը ամբողջ իր կյանքի մեջ մի տեղ է վրիպել։ Ամբողջ իր ծառայության մեջ Մովսեսը սխալվել է մեկ անգամ եւ նրա սխալվելը դարձել է ճակատագրական սիրելիս կաշտագիրկը, բայց նա Քրիստոսն էր, Քրիստոսի մարմնավորացումն էր, որ նա ամբողջ 40 տարի միլիոնավոր ժողովրդի մեջ կարողացավ լեզու գտնել եւ ապրել եւ նրանց հետ քայլել եւ նրա կյանքը անարատ դարձնել Քրիստոսի ճանապարհների համար։ Երկրորդը զատիկը, որի անարատ գարը Քրիստոսն էր, զատիկը, այն զատիկը, որը որ հին ուխտում է եղել եւ այն զատիկը, որ նոր ուխտում է եղել, այն ձու ներկելը չէ, ես ձեզ ասել եմ, զատիկը Քրիստոսի մահվան խորհուրդն է կրվում, զատիկը կրում է Քրիստոսի խաչելիության խորհուրդը, զատիկը կրում է Քրիստոսի տանջանքների եւ չարչարանքների խորհուրդը, որպեսզի ես եւ դու փրկվենք, եւ այս զատիկը, որի անարատ գարը հենց ինքը Քրիստոսն էր, ծովի ճեղքվելը, այն Քրիստոսի մարմինն էր, որ ասում է, եւ որ Քրիստոսը հոգին ավանդեց, ասում է, վարագույրը տաճարի մեջտեղից պատրվեց։ Սա նույն ինքը պատրված վարագույրը պատրված ծովն է, որը խորհրդավորում է Քրիստոսի պատրված մարմինը։ Այն մարմինը, որ եկավ աշխարհ եւ իր մահով եւ իր հարությունով բացեց այն ճանապարհ առ Աստված, որ այսօր դու մարդ կարող ես քո մեղավոր էությունով գնալ Աստծուն։ Այն ժամանակներում մարդը չէր կարող մեղավոր Աստծուն տեսնել, մարդը զարկվում էր մեղքի պատճառով, բայց այսօր Հիսուսը ճեղքեց այն, Հիսուսը բացեց այն ճանապարհը, որ դու գնաս քո մեղավոր քայլերով, բայց զղջած հոգով Աստծո մոտ եւ ասես Տեր, ընդունիր ինձ, ես ուզում եմ քո զավակը դառնալ։ Չորրորդը Մանանան Քրիստոսի մարմինը, որ 40 տարի ազգը ուդում էր ամեն օր, դա այսօր Քրիստոսի մարմինն է, որը տրված է եւ գրված է գրքի մեջ, եթե իմ մարմինը չուտեք եւ իմ այրունը չխմեք, դուք ինձանում ոչինչ չունեք, իսկ դու օգտվում ես նրա մարմնից, որն է եկեղեցին, իսկ դու օգտվում ես նրա այրունից, որն է սրբությունը, փորձել ես մի փոքր սրբանալ, փորձել ես քո պիղծ բնավորության վերջը դնել, փորձել ես քո կեղծավորությանը վերջակետ դնել, ասեմ քեզ սիրելիս, կեղծավորելը դա կյանքի ամենադաժան բանն է։ Այս վերջերս ես ասում եմ Տեր, ինչպես կարող եմ ես մարդուն կեղծավորել։ Ես կարող եմ մարդու կողքի մեծն վերջակետ դնել եւ փակել այդ գիրկը եւ դնել կողքի, աղոթել նրա համար, չչարանալ եւ բաց թողնել, բայց ինչպես կարող եմ ես շարունակ շփվել մեկ անձի հետ, ով որ գիտեմ, ոտքից մինչեւ գլուխ կեղծավոր է եղել ու կա։ Ինչպես դու կարող ես այդպիսի մարդու հետ շփվես։ Ես չեմ կարող։ Եթե ես այդ տեսակ մարդու հետ շփվեմ, ապա ես ինքս կգտնվեմ մեծն կեղծավոր, բայց ես շփվում եմ Հիսուս Քրիստոս մարդու հետ։
Իսկ դու սիրելիս որոշի թե ինչպես քո կյանքը կբարելավես, թե ինչպես դու կկարողանաս փոխվել, որպեսզի Աստված էլ կարողանա քո շուրջ բոլորը մաքրի եւ մաղի ավազի պես, ովքեր որ իրականում են կմնան քո կողքին, իսկ ովքեր որ չեն իրականում այն մարդիկ, որ իրենց ցույց են տվել, նրանք կհեռանան։ Շատ բարի դեմքով առանց որևիցե մի խոսքի կհեռանան։ 5-րդը ժայռը եւ ջրերը Քրիստոսն էր հին ուխտի մեջ։ Հիշում եք, երբ որ Մովսեսին Աստված ասեց ժայռին գավազանով զարկ 2 անգամ եւ մեկտեղ էլ ասեց ժայռի հետ խոսի եւ նա ձեր ջուր կտա, դա Քրիստոսն է։ Քրիստոսն է քո միակը նոր ուխտի մեջ, հավատացյալ քրիստոնյա մարդ, որ նա քեզ իր ջրերով կհագեցնի, իր աստվածային ջրերով, իր ժայռի ջրերով, իր երկնային ջրերով, որն է խոսքը, կհագեցնի։ Քրիստոսն է խորանը, վրանը, որը կառուցվեց հին ուխտում որպես հանդիպման վրան, եւ այսօր մենք Քրիստոսի մարմնով ունենք հանդիպում Աստծո հետ։ Այո, Քրիստոսի մարմինն է այն վրանը հին ուխտի մեջ, որտեղ որ մարդիկ հանդիպում էին Աստծուն, այսօր դու Քրիստոսով ես կարողանալու։ Եթե դու քո կյանքում չունես Քրիստոս, մոռացիր երբևիցե հանդիպել Աստծուն, նա իմ եւ քո միջնորդն է, սիրելիս։ Կան որոշակի հավատքի ուղղություններ, որ նրանք Քրիստոսին չեն ընդունում, հարությունը չեն ընդունում, Սուրբ Հոգին չեն ընդունում, բայց ասեմ քեզ, Աստվածաշունչը ասում է նոր ուխտը, առանց իր ոշտու ոչ մի մարդ երբևիցե չի կարողանալու տեսնել Աստծուն, որովհետև ասում է ով որ Քրիստոսին տեսավ Աստծուն, ով որ Քրիստոսին ապրեց Աստծուն, այսինքն այդ ամբողջ ճանապարհը ինքը Քրիստոսը որպես մի մոստ է կառուցված մեր կյանքի մեջ, որը որ տանում է դեպի Հայր Աստված, իսկ առանց այդ կամուրջի մենք չենք կարող երբևիցե Աստծո երեսը տեսնել։ 7-րդը քահանայապետը, այն ժամանակ հին ուխտի մեջ Աստված քահանայապետ ընտրեց Մովսեսով, Ահարոնով, Մովսեսի եղբայր, եւ նրանք տարին մեկ անգամ զոհաբերություններով ազգի մեղքն էին փորձում Աստծո առաջ զոհի այրունով փապկացնել, բայց այսօր մեր քահանայապետը Հիսուս Քրիստոսն է։ Եբրայեցիս գիրք ամբողջ գիրքը խոսում է դրա մասին։ Եվ որ դու բացես կարտաս կտեսնես, որ մեր քահանայապետը Քրիստոսն է, որ մեկ անգամ խաչին գանվելով մահացավ, հարություն առավ, մեկ մահով տվեց մեզ փրկության ելքը, սիրելիս։ Տնկեց քո փրկությունը։ 8-րդը 10 պատվիրաններն էին, որ Մովսեսի ձեռքով Աստված տվեց Իսրայել ազգին, այսօր ասեմ ես քեզ, այսօր դու ունես ընդամենը 2 պատվիրան։ Ու գիտես ինչն է հետաքրքիր դրանում, որ այս 2 պատվիրանը եթե դու պահեցիր, դու պահել ես ամբողջ 10 պատվիրանները եւ ասեմ քեզ մոտավոր 2000-ից ավելի օրենքներ, որ գրված է հին ուխտի մեջ։ Իսկ եթե դու այս 2 պատվիրանները չպահեցիր քո մեջ, ընդհանրապես իմացիր, որ դու ոչինչ չես պահել քո մեջ։ Որն է սա։ Սիրիր քո Տեր Աստծուն։ Սիրում ես դու նրան ամբողջ էությունով, մտքով, հոգով, սրտով սիրում ես։ Եթե սիրում ես, ուրեմն քո դրածուն էլ պիտի սիրես։ Ամբողջ մտքով, հոգով, սրտով։ Իսկ եթե քո սրտի մեջ գոհություն չունի սերը քո դրածու հանդեպ, այլ գոհություն ունի քո հպարտությունը, հպարտ էությունդ մարդկային, դու երբեք, ասեմ քեզ, կարճ եւ կոկիկ Աստված չես սիրել։ Գբարգանաս բարգացիր, ճշմարտությունը միշտ որոշակի մարդկանց բարգացնում է, ես էլ շատ եմ սիրում քեզ բարգացնել, որ դու ճշմարտությունը հասկանաս, եթե դու չսիրեցիր քո դրածուն, քո անձի պես, երբեք դու Աստված չես սիրել։ Հակոբոսն ասում է, եթե դու չես կարող սիրես քո եղբորը, որին որ դու տեսնում ես, ինչպես կարող ես դու սիրել քո Տեր Աստծուն, որին որ դու երբևիցե չես տեսել։ Կաշտում եմ Ելից գիրքը 7-րդ գլուխ 2-ից 4։ Ասում է, դու խոսիր այն ամենը, ինչ որ քեզ կհրամայեմ, եւ քո եղբայր Ահարոնը թող խոսե Փարավոնի հետ, որ Իսրայելի որդկանցն արձակե իր երկրիցը, եւ ես Փարավոնի սիրտը կխստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքները Եգիպտոսի երկրումը կշատացնեմ, եւ Փարավոնը ձեզ չի լսի,
Եվ ես իմ ձեռքը Եգիպտոսի վրա կգցեմ, եւ իմ զորքերը իմ ժողովուրդ Իսրայելի որդի կհանեմ Եգիպտոսի երկրիցը մեծ դատաստաններով։ Եթե այն ժամանակ կար մեկ փարավոն, որ ասում է Աստված, ես կանեմ, ամեն բան կանեմ, բայց փարավոնը իր սիրտը կխստացնի։ Եթե այն ժամանակ կար մեկ փարավոն, որ Իսրայել ազգին արավ լուծի տակ, այն էլ վախու պատճառով, վախենալով, որ մեկ օր այդ ազգը կհարձակվի եւ կոչնջացնի Եգիպտոսը, այսօր այդ փարավոնը այն ժամանակ դեռ Աստծուն չէր ճանաչում։ Նա խիստ էր Աստծուն չճանաչելով եւ նա նաեւ խստացավ Աստծուն ճանաչելով։ Գիտեք, սիրելիներ, այստեղ մի փոքր նյուանս կա, որ ուզում եմ ես ձեզ բացատրել։ Այստեղ այս փարավոնը մի տարօրինակ մարդ էր, ինքը գիտեր, թե ինքը Աստված էր փոքրատար, բայց ինքը մարդ էր, նա խիստ էր։ Կկաշտանք եւ կհասկանանք, որովհետեւ նա, երբ որ Աստծուն Եհովա Աստծուն չէր ճանաչում, շատ խիստ էր, բայց ասում է, երբ որ ճանաչեց զարկերի ընթացքում, վերջը հասկացավ, որ այստեղ երկիր արող Աստծո մատն է խառը, սա մարդկային ոչ մի ուժի հետ կապ չունի։ Թեպետ նա փորձեց առաջի քանի զարկերը իր մոգերով, հմայիչներով անել, բայց եկավ մեկ պահ, որ նա այլևս չկարողացան մոգերը եւ կախարդները այդ բաներն անել, եւ նա հասկացավ, եւ հետո նա հասկանալով եւ ճանաչելով ավելի իր սիրտը խստացրեց Աստծո առջև։ Սա մի տարօրինակ բնություն է, գիտեք։ Եվ ասեմ, եթե այն ժամանակ կար մեկ փարավոն, այսօր բոլորն են փարավոններ։ Սկսած ինձանից։ Դու էլ ես փարավոն։ Ինչու՞, որովհետև դու չճանաչելով խիստ ես, ճանաչում ես նրան, ավելի ես խստանում։ Այսինքն ճանաչելու մեջ պաստորեն պարզում է, որ ոչ մի տարբերություն, ոչ մի մարդկային փոփոխություն չկա։ Ինչու՞, սիրելիս, որովհետև դու չունես երկյուղ։ Դու Տիրոջի չես վախենում, դու Աստծուց ընդհանրապես չես վախենում։ Դու կարող ես ամեն բան անել եւ քո անելուց հետո չպատժվել, դու մտածում ես դե Աստված վաղուց է ինձ թողել, ոչ սիրելիս։ Աստված կարող է քեզ թողել է, որպեսզի հասկանաս քո կյանքի իրավիճակները, բայց մեկ օր գալու է, որ սերմածդ պիտի հնձես եւ այդ դաժան է լինելու այդ օրերը ամեն մեկիս համար։ 5-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Նայեք այստեղ ինչ է ասում։ Եվ փարավոնն ասեց. Եհովան ով է, որ նրան խոսքին լսեմ։ Եվ Իսրայելին թող տամ, Եհովան չեմ ճանաչում, այսինքն Աստծուն, եւ Իսրայելն էլ թող չեմ տալիս։ Դե չեմ կարծում, որ դու ավելի փարավոնից բարի ես գտնված այսօր, դե ինքդ էլ ես ասում Եհովան ով է։ Եթե Աստված լիներ, այո, մենք այսօր կպատժված կլինեինք։ Դու մտածում ես, ուրեմն նա չկա իմ կյանքում, նա ինձ վաղուց է թողել։ Եհովան ով է։ Հարց ենք տալիս մենք ինքներս, հարցրու քեզ, ով է քեզ համար Եհովան, ով է, որ նրան լսեմ, որ նրան հավատամ, որ նրան խոսքերին ուշադրություն դարձնեմ, որ չկեղծավորեմ նրան, ամենադաժան բանն է կեղծավոր մարդկային էությունը, ես ամբողջ իմ կյանքում կեղծավորությունն ատել եմ, ու գիտեք որն է ցավալին, երբ որ զգում եմ կողքինս կեղծավոր է, դժվար է միանգամից ջնջել, դժվար է միանգամից վերջակետ դնել, ու Աստված այնքան է ինձ սպասացնել տալիս, մեկ օր գալիս է այդ պահը։ Կեղծավորությանը վերջ է պետք դնել։ Կլինի այն քո ինքդ քո տեսքով, թե դիմացիդ մարդկային տեսքով, դա ուղղակի վերջ է դնել պետք։ Որովհետև եթե դու կեղծավորության շոկի տակ ապրես, դու դառնալու ես նրանց նման կեղծավոր։ Դու ընդհանրապես պիտի նրանց երեսին ժպտաս, քանի որ քո հոգում կատարվում է մի փոթորիկ, որ դու հարց ես տալիս քեզ, Տեր, ինչպես չկարողացան այս մարդիկ 3 տարի խոսքը լսելով գետ մի փոքր փոփոխություն ապրեին։ Աստված երբեք չի ստիպել ոչ մի փարավոնի խստանալ։ Աստված երբեք ոչ մի մարդու չի ստիպել խիստ լինել մարդուն, խստանալ ընդհանրապես։ Գիտեք, խստությունը գալիս է մեր ներքին իրավիճակից։ Ապստամբությունից։ Գիտեք, ընդհանրապես մեր կյանքում, երբ որ գալիս է այդ ապստամբ իրավիճակը, մենք արդեն սկսում ենք խստանալ։ Որն է դա։ Քայլ առ քայլ
Ժամ առ ժամ, վարքյան առ վարքյան Աստված մեզ սովորեցնում է։ Եվ մենք էլ կարծես թե լսում ենք, բայց գիտեք Եսայան ինչ է ասում, ասում է լսում են, բայց չեն լսում, տեսնում են, բայց չեն տեսնում։ Ինչպես կարող ես դու երբևիցե լսես, որ լսես ուղակի, տեսնես ու նշմարես ուղակի։ Ես չգիտեմ, ինչ է առավել եւս մարդուն պետք մարդիկ, այդքան խիստ կուրացած է մեր հոգու աչքերը, այդքան խիստ խլացած է մեր ականջները, որ մենք լսում ենք, բայց չենք լսում, տեսնում ենք, բայց չենք տեսնում, թե կատարվում է Եսայայի գրված այն մարգարեությունը, որ մի արի այստեղ խոսքը լսելու, ոչ թե հիմարի զոհը կատարելու, սա շատ դիպուկ խոսք է։ Մենք պիտի խոսքը լսենք, մենք պիտի խոսքով ապրենք, մենք պիտի խոսքով առաջնորդվենք, մենք պիտի խոսքը սիրենք, սիրեցինք խոսքը, կսիրենք մեր դրածուն, չսիրեցինք խոսքը, մենք չենք սիրի մեր դրածուն։ Եվ սա է, եւ այս փարավոն մարդը ինքը ամեն ինչը տեսնելով ինքը չփոխվեց։ Նրա սրտի խստությունը գալիս էր իր ապստամ բնությունից Աստծո հանդեպ ունեցած, խիստը այն չար բնությունն է ապստամ, սիրելիս։ Եթե դու քո միջից հանես այդ անհավատարմությունը դեն շպրտես, եթե դու հանես այդ սատանայի բնությունը դեն շպրտես, քո սիրտը կհալվի Աստծո առջև։ Ես ասեմ մոմի պես կհալվես դու, եւ որ կծնկես Աստծո առաջ ու կհասկանաս, թե ինչպիսի սեր է քեզ պարուրում, թե ինչպիսի աճ է քեզ պաշտպանում, դու կհասկանաս, որ դա այն Աստվածն է, որի առջև ոչ թե պետք է խստանալ, սիրտ խստացնել, չարանալ, հպարտանալ, այլ ուղղակի պետք է հալվել։ Եվ ասում է Մովսեսի նման հեզ եւ խոնար մարդ չգտնվեցավ այս երկրի վրա, սկսած ինձանից։ Իսկ Աստված ապստամ մարդուն դեմոնստրատիվ ցույց է տալիս այն, որ մարդը չի կամենում հպատակվել։ Ինչ է կատարվում մեր կյանքում, ինչ կատարվեց փարավոնի կյանքում, խստանում էր, զարկը գալիս էր։ Մեղանչում էր, զարկը գալիս էր։ Ընդունում էր, ասում էր լավ, բաց կթողնեմ քո ազգը, կթողնեմ քո կենտանիները, զարկը վեր էր առնվում։ Նորից էր խստանում փարավոնի սիրտը, նորից էր Աստված զարկում, եւ նորից էր զարկը վեր առնվում, եւ ավելի էր խստանում փարավոնի սիրտը։ Ինչ է նշանակում սա։ Այս խստությունը կախված է զարկի հետ, այս զարկը կախված է մեր սրտերի խստության հետ։ Որովհետև Աստված նորից եմ կրկնում դեմոնստրատիվ մարդուն ցույց է տալիս իր էությունը, սա է կարևորը։ Նայեք, եթե Աստված չտա, եթե Աստված չզարկի, քո սիրտը չխստանա ու դու զարկ չապրես, դու երբեք չես հասկանա փրկության ելքը։ Փրկությունը այն ելք է, սիրելիս, այն ելքը եւ մուտք է, եւ դու պիտի հասկանաս։ Թողնում է նման մարդուն իր ամբողջական մեղավոր ցանկությունների գիրկը խստացնելով նրա սիրտը ավելի։ Ես նորից կրկնում եմ, խոսում եմ փարավոնից հին ուխտի, բայց այսօր դու ես այդ փարավոնը։ Քեզանից եմ ես խոսում ավելի շատ, որ դու հասկանաս, որ երբեք երբ որ դու քո սիրտը կխստացնես ինչ որ մեկ դրացուտ առաջ, առաջինը խստացրել ես քո Տեր Աստծո առաջ, որովհետև Աստված պատվիրել է սեր, գիտես որն է սերը, սերը չի հպարտանում, սերը իրենը չի որոնում, սերը չի գոռոզանում, սերը չի առնում, այլ տալիս է։ Հռոմեացիս 9-րդ գլուխ 17-18 Որովհետև գիրքն ասում է փարավոնին, թե հենց ուշադիր եղեք, նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը։ Ինչ արեցի, նորից կրկնեմ։ Գիրքն ասում է փարավոնին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունն ամեն երկրի մեջ պատմվի, ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է եւ ում որ կամենում է խստացնում է, ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում նրա կամքին, ով հակառակ կկենա մարդ։ Խստացնում է, որպեսզի
իր զորությունը ցույց տա, լսեցիր, հույսով եմ։ Սա մի վտանգավոր իրավիճակ է, երբ որ Աստված խստացնի քո սիրտը եւ կա այն ժամանակ, այն ժամկետը, որ իր զորությունը քո մեջ ցույց տա, ես ասում եմ, վախեցիր այդ պահից։ Երբ որ քո սիրտը խստանում է, դու վախեցիր այդ պահից։ Ես ուղղակի մարգարեանում եմ, սիրելիս։ Մարգարեանում եմ քո կյանքի, քո ընտանիքի, քո ընդհանրապես էության վրա։ Երբ որ քո սիրտը ինչ պատճառով խստացավ, դու դրանից վախեցիր, որովհետև դա արդեն իսկ վտանգավոր իրավիճակ է, որտեղ մարդը շատ հաճախ հոգևոր կույր է եւ Աստծո ճշմարտության եւ խոսքի հանդեպ չունի ոչ մի զգայարան, նորից եմ ասում, չէ որ խոսքը մեզ պիտի կրտեր, չէ որ ճշմարտությունը Աստծո մեզ պիտի ճշմարիտ դարձներ, իր հոգևոր հարազատ լույսի տակ նա մեզ պիտի լույսավորեր, բայց քանի որ խավար է մեր սիրտը եւ հոգին, ապա ինչ որ մի բան այնտեղ ճշմարիտ չէ, եւ դու դա պիտի հասկանաս։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս երկրորդ գլուխ 10-11 ասում է կներեք 10-11 եւ անիրավության ամեն խաբեբայություններով կորուսյալների մեջ փոխանակ նրա, որ ճշմարտության սերը չընդունեցին, որ ապրեն, եւ նրա համար Աստված մոլորության ներգործություն կուղարկե նրանց, որ հավատան ստության, որ պատատապարտվին ամենը, որ չհավատացին ճշմարտությանը, բայց հավանեցին աներնությանը։ Ինչ արվի, դատապարտվեն ամենը, ով չհավատա ճշմարտությանը, այլ հավատաց ստությանը։ Աստված նպաստում է իմ եւ քո կյանքում հասցնել քեզ հուսալքության, որ ասեմ չի նպաստում, դա սուտ կլինի, սիրելիս, ընդհանրապես մեր կյանքի զարկերը դա նպաստությունն են, Աստծո նպաստն է մեր հանդեպ, որ մեզ ինչ որ մեր կյանքում մի բան պիտի փոխվի, որովհետեւ հուսալքությունը դառնում է պատճառ, որ դու ինչ որ մի կերպ փորձես Աստծուն փնտրել, Աստծուց փնտրել օգնություն, Աստծուց փնտրել փրկության ելք։ Սա հուսալքությունն է, սա հարստահարությունն է, սա այն պահն է, երբ որ դու քո սիրտը խստացրեցիր եւ զարկը քո կյանքում եկավ, ինչ տեսակել որ այն լինի, նա կարող է ուղղակի լինել հոգևոր դեպրեսիա, նա կարող է լինել մի փոքր հասկացողություն, որ դու հասկանաս, որ քո ոտքը տրորվել է, բայց այդ խստության պատճառով Տերը երբ որ տալիս է զարկը, սա մի նպաստում է մեր կյանքի համար, որպեսզի մենք կարողանանք փոխվենք եւ աղաղակենք Տիրոջը որպես օգնություն եւ փրկություն։ Փարավոնի սիրտը առաջին զարկից սկսեց փափկանալ։ Եթե դուք աշտակ այդ զարկերը կտեսնեք, երբ որ Աստված առաջին զարկը տվեց, Փարավոնը մի փոքր սկսեց փափկանալ։ Նա նկատեց, որ սա իրոք մարդկային ձեռի գործ չէ, Աստծո գործն է, եւ նա սկսեց մի փոքր ենթարկվել Փարավոնը։ Բայց երբ որ զարկը վեր էր առնվում, նա նորից խստացնում էր իր սիրտը։ Ինչ է մեր կյանքում այդպես չէ։ Մեր կյանքում այդպես չէ։ Որքան զարկեր ենք մենք տրորում, սիրելիներ, որքան պահեր ենք մենք անարգում, որոնք որ շատ գեղեցիկ ու թանկ պահ կլիներ քո կյանքում, եթե դու այդ պահը գիտակցեիր ու հասկանայիր, որ քեզ տրված է Աստծուց, դու փորձվում ես Աստծուց։ Ասում է, փորձվեց եւ թեթև գտնվեց։ Եվ եթե չհասկանաս այս պահը, ուրեմն դու երբեք ապաշխարություն չես կարողացել ապրել, երբեք դու մեկ պտուղ անկամացություն չես կարողացել բերել, իսկ որն է դա պտուղը, երբ որ ինչ որ մեկը կարող է հատուկ քո ոտքը կտրորի, ես ասեմ, այս վերջին ժամանակները հատուկ որոշակի մարդկանց ոտքեր եմ տրորել, Աստծո կամքով եմ արել դա, ստացվել է իմ մոտ մի փոքր ու մի անգամից դիմակները բացվել է, հավատացյալ մարդիկ, 3 տարի խոսք լսած, անարգող, բացվել է նրանց դեմքը, մի փոքր, ուզում ես իմանալ ով է դիմացինդ, մի փոքր դեմք ոտքը տրորիր և մի անգամից կբացվի նրա դիմակը,
Եվ այսպես սիրելիս, նույն է Աստված է մեր հետ վարվում։ Ինչ ես մտածում բա, Աստված թույլ է տալիս մարդկությանը այս փորձություններն անցնի, որպեսզի մարդը հասկանա ինքը, որտեղ ինքը գտնվեց հպարտ, որտեղ ինքը գտնվեց անգութ, որտեղ ինքը գտնվեց այն մարդը, որ կարող էր օգնության հասնել, բայց չհասավ։ Եվ հիմա հասկանում ես, այս պահերն են մեր կյանքում, որ մենք դաստիարակվում ենք Աստծո հոգով։ Իսկ եթե չդաստիարակվենք, ապա կմնանք այն ունային մարդը, եւ երբեք մեր ունայնությունը չի փոխվի։ Մեղավոր մարդուն երբեք Աստծո սերը դարձի չի բերի։ Լսեցիր դու։ Աստծո սերը, որքան էլ նա քեզ գրկի եւ գուրգուրի իր գրկում, մեկ է դու դարձի չես գալու, եթե մեղավոր մարդ ես։ Եվ զարքն է միակ տարբերությունը, որ Աստված կարող է ինձ եւ քեզ տապեցնել։ Սա կապ չունի, թե դու աշխարհիկ փարավոն ես, թե հավատացյալ փարավոն։ Աշխարհիկ փարավոնները նրանք են, որ նրանք աշխարհի մեջ են ապրում են աշխարհի հաճիկներով, աշխարհի հոսքով են գնում, աշխարհի մոդայով են ապրում, ինչ որ աշխարհն արեց իրենք անում են, իսկ հոգևոր փարավոնները նրանք են, որ կարծես թե Աստծո մեջ են ապրում, Աստծո անուն են առել իրենց վրա, բայց նույն կերպով վարվում են, ինչպես որ աշխարհիկ փարավոնները։ Այսինքն տարբերությունը նրանում միայն այն է, որ նա աշխարհիկ է կոչվում եւ սա հավատացյալ։ Տարբերություն, բայց երկուսը նույն փարավոնն են, սիրելիներ, եւ սրանից պետք է վախենալ։ Կամ մնա աշխարհիկ, կամ մնա հավատացյալ, կամ եղի շատ տաք, կամ եղի շատ սառը, գաղջ վիճակը մենք հասկացանք ինչ է նշանակում։ Ով Աստվածաշունչը ասում է, չգիտենալով մեղք գործեց, նա քիչ կծեծվի, գրված է, չեմ կարող ասել որտեղ է գրված։ Ով գիտենալով մեղք գործի, ասում է Աստվածաշունչը, նա շատ կծեծվի։ Հիմա որն է, կարծում ես, չգիտենալով չես ծեծվելու, կամ գիտենալով էլ ավելի չես ծեծվելի, ոչ սիրելիս, եթե մենք գիտենք ամեն բան եւ այդ իմանալով հանդերձ ապրում ենք, շարունակում ենք եւ չենք ես զգում, հասկանում, որ ուր ենք քայլում, ինչպես ենք քայլում, սա վտանգավոր իրավիճակ է մեր կյանքում եւ այս ելնելով ուզում եմ հիմա խոսել ստրուկի հոգեբանությունը։ Ընդհանրապես ստրուկ, գիտեք ինչ է նշանակում, ստրկացված մեկը։ Եթե դու ստրուկին, այսինքն մեկը ով տասնյակ տարիներ ծառայել է քեզ, ստրկացրել ես դու նրան քո տան մեջ, քո տարածքում։ Եթե դու նրան բաց ես թողնում, ասում ես, գնա, դու քո ճանապարհն ապրիր։ Ես քեզ ազատ եմ թողնում Աստծով, գնա ապրիր։ Այս ստրուկը 10 մետր քայլում է քո տանից ընդամենը հեռու եւ հետ է վերադառնում եւ ասում է, ես չգիտեմ ինչ է ազատությունը։ Հուսով եմ հասկանում ես հոգևորապես։ Նա ասում է, ես չգիտեմ ազատության հետ ինչպես վարվեմ։ Հասկացել ես, երբ որ Աստված մի փոքր թևեր է տալիս մարդուն, այն փորձում է թռչել, թռիչք գործել, բայց չի հասկանում, որ նրա վայրեջքը շուտով կլինի։ Սա է, սիրելիներ, ստրուկի հոգեբանությունը։ Սա է, երբ որ Աստված իր այրունը թափեց Հիսուսը եւ ասեց, արի, գինեմոլ, ես քեզ կբժշկեմ։ Դու կարող ես գինին բաց ես թողնում, բայց ընդամենը ժամեր։ Ասում է, արի, պիտակավորված ինչ անուն, որ դու քո ճակատին ունես, ես քեզ հովանի կդառնամ, միայն թե բաց թող դու այդ ստրկությունը ապրիր ինձանով։ Այդ մարդը դուրս է գնում, ետ է վերադառնում, ասում է, ես ազատության հետ վարվել չեմ կարող։ Սա է ստրուկի հոգեբանությունը։ Մեկ է, 10 նրան ազատություն, նա գալու է ստրկության։ Իսրայել ազգը 4 տարի ստրկության մեջ ապրեց, Աստված իր աչով, բազուկով հանեց նրան ստրկությունից, տվեց Քանանին ման կաթ եւ մեղր բխող երկիր, որ ապրեր այդ ազգը, ազատ, պաշտպանված էր բոլոր թշնամիներից։ Բայց ինչ արեց այդ ազգը։ Ստրկությունից մտավ եւ նորից դուրս եկավ, գնաց ստրկության։ Սա է ստրուկի հոգեբանությունը, թե դա կլինի ազգ, թե դա կլինի մարդկային անհատ։ Ես ասեմ, մեր ազգի ստրկության հոգեբանությունը գիտեք որն է։ Իմ ազգը, որպես հայ մարդ կանգնած եմ հայ հողի վրա, գիտեք որն է։
արծաթասիրությունը, փողասիրությունը։ Սա է, որ մեր ազգին դարձրել է ստրուկ։ Սա է, որ այնքան ենք ստրկացել, որ այդ արծաթի եւ գումարի պատճառով անգամ մեր ազգը վաճառեցինք թշնամիներին։ Սա է մեր ազգի ստրկությունը, որ այնքան է սատանան քեզ ու ինձ ստրկացրել, որ մենք կարող ենք վաճառել մեր մոտիկ բարեկամությունը գումարով։ Սա է ստրկությունը։ Իսկ դու ուզում ես այս ստրկության մեջ ազատ ապրես։ Ես ասում եմ, ամեն մեկ մարդ, ես ապրել եմ 3 տարիներ մարդիկ, ովքեր շարունակ խապելով քայլել են ինձ։ Ամեն մեկը իր ծառայության մեջ, ամեն մեկը իր շինության մեջ, ամեն մեկը իր վերանորոգման մեջ, ամեն մեկը մեկ բան խապել է, որ պարզ Սուրբ Հոգին իմ հոգու մեջ խոսած եւ ասել է, այստեղ նա քեզ խապում է։ Այստեղ նա քեզ ստել է, եւ ինչի համար։ Արծաթի համար։ Սիրելիս, ազգ ենք, ճանաչված ենք, պահպանված ենք, մազից ենք կախված, բայց նորից մենք մեր ստրկության ետևից ենք գնում, մենք չենք ուզում ազատ ապրել, վաճառում ենք ամեն ինչ, անգամ մեր հավատարիմ ամենալավ բարեկամին ու հարևանին, գիտեք որն է դա այն է, որ երբեք մարդը ինքը չի գալիս ասում ես Հուդա եմ, Երբեք Հուդան, եթե Հիսուսի դեմքին ապտակեր, նոր դավաճաներ դա հարիշ կլիներ։ Ոչ սիրելիս, Հուդաները գիտեք ովքեր են, ովքեր որ համբույրով են մատնում, հիշիր սա։ Եվ ոչ սակավ սա մեր ազգի, ասում եմ, 3 տարի ապրում եմ այստեղ, անարատ ծառայում եմ իմ տիրոջը, առանց որևիցե մի գումարի, առանց որևիցե մի տասանորդի եւ զոհաբերության, բայց այնքան մարդիկ են արդեն խապել, տեսնելով որ ես հավատացյալ եմ, խապել, տեսնելով որ ես Աստծո ծառա եմ, խապել, նպաստել, կեղծավորել, ամեն ինչ արել, ամեն մեկը իր բաժնի մեջ, եւ սա կոչվում է ստրկություն, սա ամենամեծ ստրկությունն է, խապեցիր ինձ, Ից հետե երբևիցե Աստծուն կխապես, նա տեսնում է ամեն բան։ Եվ կարդում եմ վերջին Ղուկասի ավետարանը։ Ասում է, երբ որ պիղծ ոգին դուրս է գալիս մարդիցը, անջուր տեղրանքներում ման է գալիս եւ հանգիստ որոնում։ Եվ երբ որ չի գտնում, ասում է, ետ դառնամ իմ տունը, ուշադիր եղեք այս իմ տունը բառի վրա, որտեղից դուրս եկա, եւ գալիս նրան սրբված եւ զարդարված է գտնում։ Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ ավելի չար 7 ոգիներ է առնում եւ մտնում բնակվում եւ այնտեղ եւ այն մարդի ետին ավելի չար է լինում, քան թե առաջինը։ Այս խոսքը աշխարհիկ մարդի մասին չէ։ Այս խոսքը, երբ որ Հիսուս ինքը խոսեց այս առակը, սա հավատացյալի մասին է։ Աստված դուրս է հանում ամեն մի ստրկությունը մեր միջից։ Ամեն մի պիղծ ոգի, ես ասել եմ, ստրկությունը դա ոգու հետ է կախված։ Ամեն մի ոգի, ստրկության ոգի, կրոնի ոգի, ամեն ինչը ունի իր ոգին, ցավի ոգի, քաղցկեղի ոգի, գլխացավի ոգի, միգրենի ոգի, սրանք ոգիներ են մարդիկ։ Եթե դու ունես միգրեն եւ քո ամբողջ կյանքում տարապում ես այդ միգրենների դիմաց, հասկացի որ դա ոգի է, դա ոգեղեն աշխարհ է, որ մեզ տանջել է։ Ես միշտ Տիրոջն ասում եմ, ես այսօր ինչու չունեմ միգրեն։ Իմ ամբողջ կյանքի մեջ, սկսած 12 տարեկանից մինչև 37 տարեկան, որ իմ կյանքը 37-ում հանձնեցի Քրիստոսին, այսօր իմ տարիքն է 48, ես տարապել եմ միգրենայով։ Գիտեք ինչ ձևի գլխացավերով եմ տարապել, մազերս եմ պոկել գլխիս վրա, ցավից, չհասկանալով ինչ եմ անում, բայց ուր է այդ ցավը, եթե դա դև չէ, եթե դա ոգի չէ, ապա ուր է նա պիտի լիներ, բայց չկա, հասկանում եք մարդիկ, այս ոգիներ ասում է, երբ որ դուրս է հանում Տերը, այս ոգիները մեր կյանքից, նրանք դուրս են գնում եւ անջուր տեղերում պտտվում են, այնքան են պտտվում, բայց հանգիստ չեն գտնում։ Ինչու՞մն է նրանց հանգիստը պայմանավորված։ Նրանց հանգիստը պայմանավորված է քո վերջնական կործանման, մինչև որ դևը չկործանի մարդուն նա չի կարող հանգստանալ եւ նրանք շատ հանգիստ են, կործանման մեջ են հանգիստ։
Դու պիտի լինես անհանգիստ, որ հասկանաս, որ երբ որ քո միջից դևը դուրս է գալիս, ապա դուրս է գնում, նա կարող է ետ վերադառնալ։ Եվ ասում է հանգիստ չի գտնում, ինչու։ Դառնում է իր տունը, դառնում է իր տունը։ Քո մարմինը դևի տունն է դարձել արդեն։ Դևը դուրս է գալիս, երբ ուզում է, եւ գալիս է, երբ մտնում է։ Ու քանիներն էլ իր հետ վերցրած մտնում է։ Սա է մեր կյանքի իրավիճակը։ Դրա համար մենք ավելի վատթարից վատթարն ենք գնում։ Դրա համար ամեն մի քրիստոնյա ով Աստծով ճշմարիտ չի ապրում է մի վատթար կյանք։ Մեկը դառնում է 10 ցավը դառնում է 20 ցավ եւ այսպես տառապում ենք։ Վերջում էլ մեղադրում ենք, ասում ոչ սիրելիս, ժամանակն է իրապես բաց թողնես այդ դևերը։ Եվ ասում է գալիս է նրան գտնում սրբված եւ զարտարված ում համար եթե դևը քեզ բաց է թողել ու հեռացել է Աստված քո միջից հանել է այդ ամբողջ դիվային աշխարհը ում համար ես դու զարտարված եւ սրբված ում համար հիշի սա է նախապայմանը, սա է հոգևոր քո կյանքի նախապայմանը, թե դու ում համար ես սրբված եւ զարտարված, եթե դու Աստծո համար ես սրբված եւ զարտարված, ապա դևը երբեք չի մտնի այլևս քո տունը, իսկ եթե դու սրբել ես, զարտարվել ես, պարապ նստած ես, քո տունը դատարկ է եւ քո տունը դեռ այլևս տես չունի, իմացած եղիր, որ դևը ետ կվերադառնա, բայց գիտես, ոչ թե միայնակ արդեն իր հետ վերցրած 7, որը գումարած 1 դառնում է 8, եւ ասում է այդ մարտի վերջին հետինը ավելի ահարգո է լինում, քան առաջինը։ Սա է, ում ես տվել քո տան բանալին, ընդհանրապես քո տունը ում է պատկանում։ Ես ասեմ տունը, դու հասկացիր այս էությունը։ Ես ասեմ տուն, դու հասկացիր քո միտքը, քո հոգին, քո սիրտը եւ քո նաեւ մարմինդ։ Ում ես հանձնել դու, հավատացյալ մարդ կամ աշխարհիկ մարդ, որ այսօր խոսքը կլսես ու կհասկանաս, որ դու, եթե դառնում ես Աստծուն, դու դառնում ես նրան, ում ես տալիս քո տունդ, նա էլ մտնելու է քո տունը, երբ ուզենա, որ ժամին ուզենա, ում հետ ուզենա, նա մտնելու է քո տունը։ Տվեցիր Քրիստոսին, եթե տվեցիր բարի Քրիստոսին, ապա քո տունը միայն Քրիստոսն է մտնելու, բայց քո ամբողջ տան բանալին պիտի տաս Քրիստոսի ձեռքը։ Ում ես տվել տանդ բանալին, թե կարծում ես, որ մի փոքր անկյուն տանդ մեջ կարող ես Քրիստոսին տալ եւ ամբողջ 99% կամ սենյակները տալ սատանային, ոչ սիրելիս, Տերը համաձայն չէ դրա հետ, Տերը չի համաձայնվի քո հետ երբեք, քո 10%-ը նա չի ուզում, ես ասել եմ, քո 20-ը նա չի ուզում, քո 99.9%-ը նա չի ուզում, նա ուզում է ամբողջությունը քո 100%-ը, երբեք նա չի գնա զոհաբերության, որ ասի դե զավակս դու ստրես, մի փոքր ես, մի փոքր իմ թշնամի սատանան, ոչ, ում որ տվել ես բանալին, հավատացած եղիր, նա է բացելու եւ փակելու քո տան դուռը, նա է մտնելու եւ դուրս գալու քո տան դուռը եւ նա է բնակվելու, տանջելու քեզ կամ փրկելու քո տունը։ Դու հասկացիր քո էությունը, հասկացիր քո ընտանիքը, հասկացիր քո հարազատությունը, ոնց ուզում ես հասկացիր, դա ընդհանրապես էլ կապ չունի, բայց գալիս է անձից, հանձնել ես բանալին Քրիստոսին, դու Սաղմոսը լսեցիր, եթե չլսեցիր, մի հատ է շուռ կտաս ու կլսես այդ բառերը, եթե հանձնել ես Քրիստոսին, ապա միայն ու միայն կարող է Քրիստոս մտնել։ Քրիստոս ուզում է քո սիրտդ, միտքդ, հոգիդ ու մարմինդ, իսկ դու կարող ես նրան դատալ։ Կարող ես։ Ուզում եմ մի փոքր աղոթք։ Ուզում եմ իրապես աչքերդ փակես, հասկանաս այս ամենը, ինչ որ լսեցիր, եթե հասկանաս, որ դու ունես մեկ տուն, եւ այդ մեկ տան մեջ քեզ պետք է մեկ Տեր։ Հիմա, եթե ընտրություն պիտի անես այսօր, սիրելի եղբայրս, քույրս, խորհուրդ կտամ, Տիրոջը ընտրես։ Եթե Տիրոջը ընտրես, Տերը ամեն ինչը լրացնելու է քո կյանքի։ Տերը հանելու է ամեն մի թշնամին քո տանիցը։ Տերը հանելու է ամեն մի հիվանդություն քո մարմնիցը։
Տերը բժշկելու է ամեն մի քո հոգու, փապակդ, ցավդ, որ դու այսքան տարիներ ունեցել ես։ Ես գիտեմ ինչից եմ խոսում։ Ես եթե երբևիցե դա չիմանայի ինչ է նշանակում սիրելիս, դա ես քեզ չէի արձագանքի։ Ես գիտեմ ինչ է հոգու ցավը։ Ես գիտեմ ինչ է 37 տարիներ ապրած դժոխքը։ Ես ուղղակի շատ խիստ չեմ ուզում իմ կյանքս քեզ հետ կիսվել, որովհետև այն քեզ ընդհանրապես չպիտի հետաքրքրի, բայց ուզում եմ ասել 37 տարի դժոխքը, եւ ես աղոթում եմ իմ Տիրոջը, եթե դու չունես 37 տարի դժոխք, դու ունես ընդամենը 7 տարի կամ 7 ամիս, ուզում եմ քեզ հասկացնելու ասել, այո, Տիրոջը հանձնիր տունը Տիրոջը, մարմինը Տիրոջը, ու դու կտեսնես, թե ինչպես նա ուղղակի աննկատելիորեն հանելու է քո ամեն մի չարչարանքներդ, հիվանդություններդ եւ դուրս է նետելու։ Եվ դու հասկանալու ես, թե որքան երջանկություն է ապրել Տիրոջ մեջ, որքան երջանկություն է ապրել սրբության մեջ, որքան երջանկությունն է ապրել ոչ ստության մեջ։ Սիրելի անձ, մարդ, Տիրոջը հանձնիր տունդ, եւ սա իմ աղոթքը, եւ քո հիվանդությունները Տերը գիտի դու ինչ ունես, Աստված գիտի քո հոգու ցավը, Աստված գիտի քո սրտի ցավը, Աստված գիտի դու ինչ մարմնավոր ցավեր եւ վերքեր ունես քո վրա կրած, բայց ընդունելով Հիսուսին, ապա կհասկանաս, որ նրա այրունովը կբժշկվի ամեն մի խնդիր, ամեն մի ցավ, ամեն մի դժոխք կհեռանա եւ ինքը Հիսուս Քրիստոսը կգա քո տան մեջ եւ քեզ հետ ընդմիշտ հավիտյանս հավիտենից ընտրիկ կանի։ Սա է հավատքը, սա է հավատարմությունը, սա է անկեղծությունը մարդ, թե չէ։ Ամենքս էլ կարող են կոչվել քրիստոնյա, բայց Քրիստոսից ոչ մի նշույլ չունենալ։ Աղոթում եմ քո համար, աղոթում եմ, որ այս դիպուկ խոսքը դու ընդունես, ուղղակի ապրես զղջում, ով էլ որ ուզում էլ դու լինես, կամ հիմա լսում ես, հասկացիր մեկ բան, ժամանակավոր ես։ Անկեղծ եմ ասում, քո կյանքը ծովի մի կատիլն է, բայց ծովը քո հավիտենությունն է, մի կորցրու քո հավիտենությունը դժոխքի մեջ, թող որ քո հավիտենությունը լինի Հիսուս Քրիստոսի փառավոր կրկի մեջ, որի մեջ դու այս պահից սկսած եթե ընդունես նրան քո կյանքի մեջ, ընդունես նրան քո կյանքի Տերը եւ Փրկիչը, 10 հանձնես նրան քո տանդ բանալին եւ ասես Հիսուս, աղոթիր այսօր երեկո կամ հիմա, ասես Հիսուս, ես իմ կյանքի բանալին քեզ եմ տալիս, ես իմ տան բանալին քեզ եմ տալիս, վերցրու եւ արքաների արքայի նման, որ պահին որ կցանկանաս, կբացես, որ պահին որ կցանկանաս, կփակես, պաշտպանելով ինձ, իմ սատանա եւ ոգեղեն աշխարհի թշնամիներից։ Սա է սիրելիս պատգամը։ Ես հուսում եմ, որ դու հասկացար այս պատգամը եւ փառք եմ տալիս իմ Տիրոջը ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ Տեր Հիսուս, առաջինը, որ այս խոսքը իմ ականջին ավելի մոտ էր, քան երբևիցե ինչ-որ մեկի ականջին։ Եվ ես փառք եմ տալիս, եւ ես պաշտում եմ քո երկնային Աստվածային Սուրբ խոսքդ, որը դիպուկ է, որը հանդիմանում է, որը ճշմարիտ է։ Ճշմարիտը ցավ է տալիս մարդիկ, բայց եկեք հասկանանք, որ իրականում ճշմարիտն է մեզ փրկողը, ճշմարտությունն է մեզ փրկողը, քանզի Աստվածաշունչը ասեց Հիսուս, ես եմ հավիտենությունը, ես եմ ճշմարտությունը, ճանապարհը եւ կյանքը, ինչ որ մեկը թող ասի, ամեն։ Ես կասեմ մեծն ամեն իմ Հիսուսին, փառք, պատիվ, գոհություն միայն Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի Աստված անունով, ամեն եւ հալելույա։